Եվ ակնկալիքը եթե հաշվի առնենք, որ այստեղ այն կադրերն են հիմնականում, որոնք Փաշինյանի իշխանության ձեռքով են նշանակվել։ Անկեղծ ասած Սահմանադրական դատարանի կազմը այդպես անգիր չգիտեմ, գիտեմ, որ 1-2 հոգի առնվազն նշանակվել են Փաշինյանի կառավարման տարիներին եւ նրանցից առնվազն մեկը գիտեմ, որ Փաշինյանի կուսակցական գործընկերն է եղել։ Ամենայն դեպս կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կոլեգիալ մարմին է եւ բարձրագույն դատական մարմինն է եւ ակնկալում ենք, որ արդարացի օրենքի տառին եւ ոգուն հատկապես համապատասխանող որոշում կկայացնի։ Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը, որով նույնպես պահանջում ենք ուրեմն չեղյալ համարել ընտրությունների արդյունքները, քանի որ մենք մեր կուսակցությունը հայտարարություն է տարածել, կարծում եմ ծանոթ եք դրան, մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ կան եւ կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ։ Խոսքը վարչական ռեսուրսի համատարած կիրառման մասին է, խոսքը ուրեմն հանրային ռեսուրսների, այդ թվում նաև հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ուրեմն միակ ոչ հավասարաչափ բաշխման մասին է, խոսքը ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար եւ անընդհատ հնչող հայտարարություններն են, որոնք մեր կարծիքով պետք է կոնկրետ գնահատական ստանային, բայց կարծում ենք, որ ելի քաղաքականապես մոտիվացված գնահատական են ստացել եւ ի վերջո այո կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հունիսի 14-ին կայացրած որոշումն այն մասին, որ այսինքն հրաժարվելը 3 հայտնի տեղամասերում ընտրության վերաքվեարկություն նշանակելը մենք կարծում ենք, որ մի քանի հազար ընտրողների կամքը անտեսելը ամենևին էլ չի բխում օրինականությունից եւ սահմանադրականությունից եւ հույս ունենք, որ դատարանը արդարացի որոշում կկայացնի։ Պարոն Կարապետյան, Փաշինյանը անդրադարձել է կոնկրետ ձեր մատնանշած վերջին դրվագին, ասել է, որ դա այդ համապատկերում իրավիճակ այսպես չէր փոխելու, որովհետև արդեն պարզ էր մնացած ընտրատեղամասերի հաշվարկներից, որ ինչպես են բաշխվելու ԿՎՆ-ները։ Այս պարզաբանումը մենք տեղյակ ենք, որ Փաշինյանը հավակնում է լինել երկրի գլխավոր թատերական մեկնաբանը, գլխավոր սաղմոսերգուն, հոգևորականը, տնտեսագետը, դիվանագետը, բայց մենք համաձայն չենք, մենք չենք պատրաստվում հաշտվել այդ բոլոր ոլորտների ուզուրպացիայի հետ, առավել եւս համաձայն չենք այն մտքի հետ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է դատական իշխանությունը իդեմս Սահմանադրական դատարանի, կարծում ենք իրենց խոսքը կասեն։ Սամվել Կարապետյանը առաջարկում է ընտրությանը մասնակցած ուժերին միավորվել, կոնսոլիդացվել, ինչպես եք ընդունում այս առաջարկը։ Եթե ընդդիմադիր որևէ գործիչ կարծում էր, որ պետք է, գիտեք, միասնական ընդդիմության գաղափարը մի քիչ այդպես քիմերա է, եթե որևէ գործիչ կամ գործիչներ կարծում են, որ պետք է միասնական հանդես գալ, կարող էին դա անել ընտրություններից առաջ, մեր գործողությունները բացառապես հանուն Հայաստանում օրինականության հաստատման եւ լեգիտիմ իշխանությունների մենք առաջարկ կարծում եմ չենք ստացել այդպես։ Եթե ես արդեն ասացի մեր դիրքորոշումը դրա հետ կապված։ Այս ընտրական կոալիցիայի հնարավորություն տեսնում եք միասնական հանրահավաքի մասնակցելու եւ այլն։ Մենք կատարել ենք մեր գործողությունները, շարունակում ենք կատարել մեր գործողությունները, քաղաքական դաշտում գտնվող այլ գործընկերները, այլ ուժերը կարող են իրենց գործողությունները դասավորել իրենց պատկերացումներին համապատասխան։ Ծանոթներում դուք որքան քվե ստացաք ձեր։ 25,000-ից ավել։ Չեք ափսոսում, որ այդ քվեները գնաց Նիկոլ Փաշինյանին։ Այդ քվեները չի գնացել Նիկոլ Փաշինյանին, այդ քվեները մեր քաղաքացիները տվել են մեր ուժին եւ դրա համար մենք շնորհակալ ենք դրանց։ Դրանք հատիկ առ հատիկ ես կարծում եմ, որ նույն կերպ կարելի է ցանկացած դա կեղծ խոսույթ է, այդպես կարելի է ցանկացած քաղաքական ուժին ներկայացնել պրետենզիաներ, թե ինչու են մասնակցել, ինչու է, չգիտեմ, Ծառուկյանը մասնակցել, ինչու է Սամվել Կարապետյանը մասնակցել, ինչու է Քոչարյանը մասնակցել, չեն ափսոսում իրենք իրենց ձայները։
Ինչ են անցել։ Իսկ իրենք ասում էին, որ անցնելու են եւ դառնալու են ընդդիմություն, իրենք ասում են, որ պետք է իշխանություն վերցնեն։ Երբ որ քաղաքական ուժի ղեկավարը իրեն ավելի է պատկերացնում, քան կա։ Ահա, շատ լավ։ Եվ իսկ այն որ մարդիկ ասում են 60-70%-ով կամ չգիտեմ հայտարարություններ են անում եւ տակը տիտրեր են դնում, որ Հայաստանի ապագա վարչապետ, դրանից հետո դուք այդպիսի հարցեր տալիս եք, խնդրում եմ գնացեք եւ այդ մարդկանց այդ նույն հարցերը տվեք։ Մենք մասնակցել ենք մեր ծրագրերողություն, մենք մասնակցել ենք մեր ծրագրով եւ մեր պատկերացումներով, մենք մեր գաղափարներն ենք փորձել ներկայացնել հանրությանը եւ ստացել ենք այնքան ձայն, որքան որ ստացել ենք եւ դրա համար շնորհակալ ենք հանրությանը։ Եվ վստահաբար, եթե գտնենք, որ նպատակահարմար կլինի հաջորդ ընտրական process-ներին մասնակցել, կմասնակցենք հաշվի չառնելով այն բուլինգը, որը դուք փորձում եք անել։ Միգուցե այլ ուժերի հետ միավորվեք, նոր մասնակցեք։ Ներողություն։ Անցողիկ շեմը չեք հաղթահարում։ Եթե այլ ուժերի հետ միավորվելու նպատակահարմարություն լինի, նաև կքննարկենք այդ հարցը։ Համենայն դեպս մենք մասնակցել ենք այնպես, ինչպես մասնակցել ենք, եւ արդեն ապագա կամ եթե վերաքվեարկություն կնշանակվի Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում, մեր գործողությունների մասին հանրությանը կտեղեկացնենք։ Պարոն Ղարաբան, ասում եմ, իսկ եթե չէ, ինչ է եթե չէ։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանը չի բավարարում ձեր պահանջը, Գիտեք, եկեք խնդիրները լուծենք ըստ դրանց առաջանալու հաջորդականության։ Հիմա կսպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, հետո արդեն որոշում կկայացնենք։ Պարոն Կարապետյան, ձեր ակնկալիքը ո՞րն է Սահմանադրական դատարանից։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունների արդյունքներով, ամենայն դեպս պաշտոնական արդյունքներով, չհաղթահարելով շեմը, խորհրդան մտնելու շեմը, այստեղ ինչ որ հեղափոխություն պիտի տեղի ունենա կամ հենց դա եք ակնկալում, որ դուք պիտի հայտնվեք ապագա խորհրդան։ Շնորհակալություն։ Մեծ հաշվով այստեղ որևէ մեկին ձայները ավելացնելու կամ պակասեցնելու մասին չի հարցը։ Այդ թվում նաև մեր ձայները ավելացնելու կամ պակասեցնելու կամ ինչ որ քաղաքական խնդիր, հա, կարճաժամկետ, այստեղ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների ձևավորման օրինականությանն է վերաբերում։ Մենք գոյություն ունեցող փաստերի համադրմամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ եղած պայմաններում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը հարցականի տակ է դրվում, դրա համար մենք դիմում ենք Սահմանադրական դատարան, որպեսզի այդ կասկածները փարատվեն եւ հուսով ենք, որ Սահմանադրական դատարանը, ինչպես սկզբում ասացի, օրենքի տառին եւ հատկապես ոգուն համապատասխանող որոշում։ Հիշեցնեմ, Սահմանադրական դատարանում բացի Արման Դիլանյանից մնացյալ կազմը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ի կողմից։ Դարձյալ հիշեցնեմ։ Շնորհակալություն ձեր ֆակտ-չեկի համար։ Իսկ ինչ եք կարծում, ինչ պետք է անել։ Եթե դատարանների մեծ մասը նշանակվում է գործադիր իշխանության կողմից կամ ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, այդ դեպքում որևէ իրավական գործընթացի վրա պետք է հույս չդնել։ Պարոն Կարապետյան, Սա քայլերից մեկն է, կտեսնենք ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, հետո կշարժվենք առաջ։ Միատել հարց տամ, էլի ասում եք իշխանությունը լեգիտիմ չի։ Խորհրդարան անցած ընդդիմությունը լեգիտիմ է, քանի որ նաև խոսեցիք, որ ընտրակաշարքների Մենք ասացինք իշխանությունը լայն իմաստով խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածելի են, հետևաբար դրա հետ կապված ձևավորված իշխանության լեգիտիմությունը հարցականի տակ է։ Ընդդիմությունը լեգիտիմ է։ Այդ թվում նաև ընդհանրապես խնդրում եմ եկեք այդպիսի սքոլաստիկ հարցերի մեջ չմտնենք, իշխանությունը լայն իմաստով լեգիտիմությունը հարցականի տակ է։ Ընդդիմության լեգիտիմ Սամվել Կարապետյանի։ Հա